Նիա, լուս քեզ տեսնով են։ Բալուս ես։ Բալուս աղբերջա։ Պրծել ես դերիվ։ Վրես հալ չկա, պրծել եմ։ Աշվել եմ, մնացել եմ 40 կիլո։ Ստոլբից, որ ընգայ։ Այդ տղա ասում եմ գործը լրիվ պրծել ես։ Հա, պրոբոտկիկը բերը հասցրել եմ այդ պատշգամբին։ Այսինքն այստեղ այդ բան չկա անելու։ Չէ, ոչ չկա։ Վայ, ոչ չկա, հələ երկու գիշեր, երկու ցերեկել ոնց վերցում եմ ստեղ եմ հələ։ Բարձա։ Ուս ջան, քեզ մի րոպե են կոմի վրա կարելի, հա։ Ինչ կա։ Կողի տամերով բան ունեմ ասել, մի րոպե այդ կոմի վրա։ Արի։ Ինչ կաս ասում, ինչի ես ես լարվե։ Ռուբո ջան, այս կողի տունը որ կա, Հա։ Են արդեն պատրաստի տունը։ Հա, հետո։ Դրա բանալին է պետք կտա քնձի։ Չգիտեմ, ախր այդ բանալին որ եղավ, չէ, երկու օրում կպրծնեմ կտամ ձեզ։ Թե չէ, սենց 3 հարկի միջև հելնում եմ, միջև 3 հարկի իշնում եմ, այդ լավը գցում եմ, ֆրստում եմ, գալիս եմ, սենց չի լինի։ Եթե այդ բանալին չեղավ, աշկից ձեզի քաշեմ ես ցավը։ Այն մարդ այդ բանալին առաջին հարկում կախած չի, վերցրա գործը դարան չի պիտի մեզի քաշես։ Կարող վերցեմ։ Իհարկե։ Թե չէ, դու հավես չկա իմանամ բարալի մոտը սա գան րոպե մեկ, բա բարալի կտած գնամ լողանամ, պարկեմ, այդ հալ խառնեն, թափեն, այդ տունը չի։ Լուրջ ես ասում։ Դե ես բալ չեմ ասում, բայց սաղել է տենց է, սաղ։ Այն մարդ բանալին վեկալ գործը դարա։ Ռուբ ջան, ապրես, ցավը տանեմ։ Ռուբո, ապրես, Ռուբ ջան։ Ինչ արի, լարա։ Ինչ արի։ Օրինակ կարևոր բան քեզ պետք է ասեմ։ Ինչ։ Էս չես հավլարա ջան։ Ուսը կասեմ։ Չէ։ Մամայի դե Վասիլի խոսակցությունը լսեցի։ Վասիլը մամայիդ ասում էր Լարան ու Արնակը շուտ սառն են իրար հետ, ոչ իրար գրկվում են, ոչ էլ իրար ձեռք են բռնում, ու հիմա որոշել են, որ շատ ուշադիր լինեն մեզ։ Ոնց։ Այսինքն մաման կասկածում է, որ մենք իրար սիրում ենք։ Ես կասեի մաման հասկացել է, որ մենք իրար չենք սիրում։ Բան չանենք։ Դե մենք էլ իրանց պետք է ուշադիր լինենք։ Բայց Լարա ջան, մենք իրանց ինչի ենք կասկածում։ Մենք իրենց ներկայությամբ պետք է շատ ջերմ լինենք իրար հետ։ Какая ты красивая, Ларочка, любимая. Հիմա չառնակ, հենց մաման գա։ Մաման արդեն ստեղ է, Լարա։ Ты очень красивая, Ларочка, любимая. Արա սպրիցելիս ինչ եղավ։ 18 օգուտին ծազիս։ Արա, ասում եմ, բայց լավ մոմենտ էր ազատ։ Համ գործն առաջ գնում, համ էլ ձեր հետ խաղում ենք էլի։ Հա բա ոնց ախպեր։ Այն հայկական մուլտիկի նման էլի։ Ոնց որ լրիվ գյուտարար գործն ելնեն։ Էդ ո՞րն է։ Ոնց։ Չես տեսա գյուտարար գործի մուլտիկը։ Չէ, ոնց որ գիտես, ինչի մասին է որ։ Գյուտարար գործի։ Հա։
Բամոտ չի այ ախպեր։ Կգնաս անպայման կնայես։ Համի ջոգում ես եկուցել որ մի հատ աղջկա հետ նստած ելնես հարցնի չիմանաս։ Հա։ Էտու Գնամ այդ գյուտարար գործը նայեմ։ նստի այ ախպեր կգնաս սիրիգունը կնայես ասում եմ։ Մի գործ ենք անում, չէ՞։ Ուշ չինի։ Չէ։ 19-0 Շտապի սիրել։ Քանի պահը չես կորցրել։ Ապրես։ Լավ է հիշում եմ։ 20-0 Արելի։ Սյուզի, ես էքսպոյին մասնակցել եք, արա մեզ շատ օգուտ բերի։ Ինչ պետք է անենք, պարոն Մեսրոպյան։ Մակետները, պրոյեկտները, ամեն ինչ պատրաստ պահում եք, ամեն ինչից տեղեկացված եք լինում։ Ամեն մանրուքը, Սյուզի։ Մեր տաղավարի մոտով 1000 հոգի ժամում մարդ անցնելու։ Պատկերացնում ես, դուք պետք է կարողանաք ճիշտ ներկայացնել։ Օրինակ, կարող է հաճախորդներից մեկը հարցնի՝ Միլոն Հիլզը, Միլոն Թաուերը, մեկ էլ Միլոն Պլազան, իրարից ինչով են տարբերվում։ Պետք է կարողանաք թիրախային խմբերի մասին, զեղչերի մասին ու մնացած լավ բաների մասին ճիշտ տեղեկացնել մարդկանց։ Եղավ, ես ձեզ հասկացա։ Ուղղակի պարոն Մեսրոպյան ջան, ես դեռ չեմ հասցրել շին հրապարակում լինեմ ճիշտն ասած ու չգիտեմ, էլի աշխատանքները հիմա որ փուլում են։ Այդ նորմալ է, Սյուզի։ Այսօր կգնաս շին հրապարակ տեղում, ինչ որ պետք է ասա, կծանոթանաս։ Ռուբոյին ասա ամեն ինչ քեզ կպատմի մանրամասն։ Եղավ, պարոն Մեսրոպյան ջան, անպայման կգնամ։ Ոնց որ պայմանավորվեցինք, հա։ Մեկ էլ մի բան էի ուզում հարցնել, այդ օր ինչ որ հագուստ կա, հատուկ որ հագնեմ dress code էլի։ Չէ, դե տենց հատուկ բան պետք չի հագնել, ուղղակի պետք է հագնվել սիրուն ու մի փոքր գայթակղիչ, Սյուզի։ Յա, էս ինչ խառն ես։ Չգիտես որ մեկն անես։ Լիլիա, սպասի, ես են ինչ որ Արա դու մի բան հագի, էլի։ Մի կեր դրանից հեսա ճաշը պատրաստ կլինի։ Հա ոչինչ համես կուտեմ համել են։ Дядя Василий, вам чем-нибудь помочь? Нет, спасибо. Чападжах искал, как раз чападжах нашел. Нара джан, тебе помочь надо, дорогая? Нет, спасибо. Хотя, если тебе не трудно, вынеси, пожалуйста, мусор. Мусор. Хорошо. Мусор. Мусор. Эй. Գիտես հիմա ինչ կուզեի, պատահական դու ինձ զանգես, ասես շտապ ինձ մոտ տարի, տանը մենակ եմ ես։ Վայ հորս արեր, տղեկ հլը եկեք։ Արա իտալյան կայա։ Վենեցիան կայա։ Բոլգորկոյա։ Ախպե, Սուզունա։ Հələ ցելվե կարա։ Հարգելի հետևորդներ, հիմա ցրվում եք, մի քիչ հետո կմտնեմ սաղ կբացատրեմ։ Պակա։ Տեղս չեմ գտնում գայ, չգիտեմ ինչ անեմ։ Լիլ, բոլոր տղամարդիկ են նույնն են։ Չգիտես, որ տղամարդը բույս է։ Տիրություն չարեցիր մտնելու հարևանի այգին։ Ինչը։ Ճյուղերը։ Ինչ է դարան եկել է մեր տունը դարձել է խոպան։ Ռուսաստան էլի։ Այսինքն Բոլոր տղամարդիկ փախնում են տնից։ Դու կասես ես արտակին ոնց տիրություն անեմ, եթե ինքը տանը չի լինում։ Այսինքն պատճառը Լարանն է։
Այսինքն պետք է Լարային շտաբ ուղարկել Ռուսաստան։ Դու չես կարող կիսուրիդ նենց համոզես, որ Լարային այստեղից շուտ ճանապարհի։ Չէ, կիսուրս ոչ մեկին ոչ լսում, ոչ էլ վստահում։ Բացի իհարկե այդ Վասիլից։ Վասիլը։ Բայց ի՞նչ անում էր գեղեցկուին այս փոշիների մեջ։ Եկել եմ ձեր աշխատանքներին ծանոթանամ։ Իա, այս պաշտոնդ բարձրացրել է։ Այսօրվանից ինձ կարաս ասես ուստա Սյուզի։ Էլի հումորից զգացումը կորցրել ես։ Չէ։ Իսկ եթե լուրջ ինձ ստեղ Մեսրոպյանն ա ուղարկել, եկել եմ տեսնեմ ստեղ ինչը երբ եք ավարտելու։ Ախ, Մեսրոպյանը, հա, հեսա ցույց տա, Սյուզ ջան, այ, ուրեմն պատերի վրա գործ կա, հա։ Պատալոկի վրա էլ կա, պոլի վրա էլ կա, մի խոսքով պոլնի գործ կա։ Ռուբեն ջան, ինձ ձեր պոլերն ու պատալոկները ընդհանրապես հետաքրքիր չեն։ Դու ինձ ասա, այս աշխատանքները ուղղակի երբ եք ավարտելու։ Դե, երևի մի 20 օր, էլի։ Իսկ հստակ թիվ չես կարա ասես։ Չէ, դե հստակ ոնց ասեմ, այդ մի քիչ վախենալու է, էլի, կարող է սխալվեմ։ Յա, այդ ոնց է վախենում ես։ Բա որ գալիս ես օֆիս, զգացմունքներիդ մասին ես խոսում, այդ ժամանակ ոնց որ չես վախենում, հա։ Թե տեղ պատասխանատվության հարց չկա, Ռուբեն տղա։ Չես խոսում, Սյուզի ջան, դու ինձ լավ չես ճանաչում։ Մենակ խոսալով չի, հա, Ռուբեն ջան։ Տղամարդը պետքա գործողությամբ ապացուցի։ Ոայ մի արա սիրտս կպայթի։ Մամա ջան, ես ինչ էր։ Սիրտս չէր։ Չէ որ ես քեզ բերում էի թարմը ծաղի Այդեղ սարտով է Նա Շատ ես օգնում, Վասիլ ջան։ Մեկ-մեկ ձենտուր կոֆե տամ, ջուր տամ։ Յա Իհարկե շատ շնորհակալություն Լիլիա ջան։ Տնաշը կյանքիդ մեջ առաջի անգամ ես ինձ կոֆե դնում։ Հա, ուղղակի տեսնում եմ, որ անուշադրության ես մատնված։ Ես որ յոնջա չեմ որ անուշադրության մատնն գանտարորեն ինձ։ Ինչ ես խոսում Լիլիա ջան։ Չէ, Բա ուղղակի Փիրուզել առաջվա նման հետը չի շփվում։ Ամբողջ օրը այդ աղջիկը հետ է։ Ոչ։ Թյուրիմացություն։ Ոնց կարա Փիրուզին զանուշադրության մատնի։ Ես ու Փիրուզը 1000 տարվա այգեպան տիրուհի ենք։ Բա ես էլ եմ ասում, որ մի աղջիկ եկավ ես տուն, Փիրուզը քեզ փոխեց իր հետ։ Տենց բան չկա։ Երկնքից ընկավ 3 խնձոր։ Վասիլ, ինչ ես խոսում։ Բա դու ինչ հեքիաթներ ես պատմում։ Հազանգեցիր, հա, արդեն։ Իհարկե։ Ռուբո, ուրիշ օին ունեիր հանելու գլխներիս, հա։ Դե մեծ ախպեր։ Միամիտ ա եղել։ Ես գիտեմ, որ միամիտ ա եղել։ Դժվար թե ինչ որ մեկ ուզենար հատուկ պաժար տար տարածքը։ Սյուզիկո այդ ամեն ինչ նորմալ է։ Հա, պարոն Մեսրոպյան ջան, ուղղակի մի քիչ վախեցել էի։ Դե հա, պարզա որ կվախենաս, բա ինչ կանես։ Պարոն Մեսրոպյան ջան, կարևորը անցավ, ամեն ինչ նորմալ է։ Այո, Սյուզի համար ամեն ինչ անցավ, ձեր համար նոր է սկսվում։ Այսինքն այն Ռուբո ջան, որ անընդունելի բան ա եղել։ Մեղավորը պետք է շատ խիստ պատժվի։ Իմացեք ով է մեղավորը, ինձ ասեք շուտ։ Կարիք չկա ինչ որ մեկին ման գալու։ Ես եմ մեղավոր։ Վասիլ, հələ նստի։ Հա։ Նստի։ Դու չես զգացել, ինչ հետ Լարան եկել է, Փիրուզը ոչ քեզ, ոչ ինձ, ոչ էլ Արտակից լուրջ չի վերաբերվում։ Երևի։
Այ որ ուշադիր լինես, կնկատես։ Արնակ ջան, արի մատ կոֆե խմի, աղբեր ես։ Ներվերը չունեմ էլի Վասիլ։ Հա բայց ինչի՞ ես ներվայն անում, տնաշեն, ասում արի կոֆե խմենք ընդամենը։ Այդե գնա գործիդ էլի վայ։ Եկել եմ էլի։ Էս է իմ գործը։ Էս էլ քեզ վառ ապացույց։ Տեսար։ Այ քեզ բան, այս առնակից չէր։ Իհարկե առնակից չէր, այդ Փիրուզից է գալիս։ Դու հələ փորձի հիշես, ինչ այդ Լարան եկել է այս տուն։ Փիրուզը քեզ կոֆե խմելու կանչած կա։ Այդ հələ մի ստից բան եմ ասում քեզ։ Այդ աղջիկը գրավել է մեր տեղը։ Որտեղ, տանը։ Փիրուզի սրտում։ Լիլիա ինձ մենակ թողելի։ Մտածի Վասիլ։ Էս ինչ ա եղել։ Արնակ ջան, վարվել էր ապեր կապանք մենք մեր ձևով բանով հանգցրինք։ Դու մի անհագստացիր, սա լավ է։ Եկար էլի։ Հա բանից բան ա եղել ոնց չէի գա։ Դե որ մի քիչ շուշուտ գնայիր, գայր սենց բան չէր լինի։ Հա արտակ հասկանում եմ որ վատ բան ա եղել, բայց դե հիմա ինչ անենք, եղել ա։ Արնակ էսի քո համար Մոսկվան չի է։ Ստեղ ամեն ինչի համար պատասխան են տալու։ Դու հիշում ես, չէ՞ որ հենց այս տունը պետք է հանձնեինք պատվիրատուին։ Հա հիշում եմ։ Դե շատ լավ է որ հիշում ես։ Տղեր ջան, հիշում եք, չէ՞ պետք է հանձնեիք, հակառակ դեպքում իրանք դատարան են դիմելու։ Դատարանում էլ դուք եք պատասխան տալու դրա համար։ Ու այդ տուշտուգանքները դուք եք մուծելու, ու մուծելու եք մեր ֆիրմային։ Հələ մի րոպե, հա, պարոն Մեսրոպյան։ Դու տղերքի հետ ինչ գործ ունես։ Այս ամեն ինչի պատասխանատուն ես եմ, չէ՞։ Հարց չկա, մի շաբաթից թող այդ մարդիկ գան, եթե հանկարծ պատրաստ չեղավ, անձամբ ես պատասխան եմ տալու։ Գնացինք։ Սիրավոր լորիկ, սիրավոր լորիկ։ Ուրեմն ես քեզ այդքան տիրություն անեմ, դու ինձ արհամարես։ Վերջ, էլ չեմ ջրելու քեզ, թող չորացի։ Դու են գլխից էլ տենց ես եղել, ուղղակի ես չեմ հասկացել։ Լարան ինձ ինչ։ Լարան չուժոյ ռուսի աղջիկը, իրանից ինչ նեղանամ։ Իմը դու ես, դու։ Ոչինչ, սպասի Փիրուզ աղջիկ։ Սրանից հետո ոչ մի գաղտնիքը չեմ լսելու։ Ուզենաս հետը սկիզբես ակարներս սենց փագելու եմ, ասեմ, չեմ լսում քեզ։ Դե գնամ։ Գնատենա ոնց ես այդ ռուս լարայի հետ խոսալու առանց իմ թարգմանելու։ Պիրուզա։ Դերնոսներս էլ դնելու եմ, իբր ես գործ եմ անում միշտ, ու քեզ չեմ լսելու։ Ուրա Փիրուզը չկա։ Արնակ ջան, ճիշտ է, այս ամեն ինչի պատասխանատուն դու ես, բայց այս ամեն ինչը եղավ իմ անուշադրության պատճառով։ Հենց որ կներես, ես եմ մեղավոր, ինչ ասեմ։ Ռուբո ախպեր, դու ինչ մեղավոր ես, ցավը տանեմ, ես ասեցի մի հատ կոֆե չդնենք։ Պարոն Մեսրոպյան ջան, ես եմ մեղավոր։ Պարոն Մեսրոպյան ջան, այն Ազատին ասեք, մի քիչ լայվ անի էլի, հենց հիմա դուսը լայվ անում, սա Հայաստանին պատմում է, որ այստեղ պաժար ա եղել։ Զզվացրեց։ Համել, եթե այդ կոֆեն ես չդնեի, սենց բան հաստատ չէր լինի։ Նենց որ ես եմ մեղավոր։
կներեք։ Ինչ կոֆե։ Մեսրոպյան ջան, ես եմ մեղավոր։ Հələ թո ես այդ լուսկին չտայի տնայի, ինչով էր վառելու գազը։ Ինչ գազ։ Ես եմ մեղավոր, պրոպան։ Պարոն Մեսրոպյան, ազատը ասեց, գնանք պատուանի մոտ Սյուզիին նայենք։ Կարճ ասած, Սյուզին ա մեղավոր։ Լավ եք արել, չէ՞։ Տղեկ, ես ձեզ վստահում եմ ու հավատում եմ, որ ամեն ինչ կանեք ու կհասցնեք։ Ու անկախ ամեն ինչից ես էլ ձեր հետ եմ մինչև վերջը։ Դե ես գնացի, ձեզ տնամ։ Խաչը, պարոն։ Տղերք ջան, գիտեմ, ինձ խոսք չի հասնում։ Բայց ես պատրաստ եմ գիշեր ցերեկ աշխատել։ Ես այդ ռեժիմի սովոր եմ, դուք մտածեք։ Ռոբոտ ջան, էլի հարց չկա։ Բայց մեզ մի 20 հոգի էլ պետք է, որ կարողանանք գիշեր ցերեկ աշխատենք, այդ մեջի պատերը զամասկա գցենք։ Ես գիտեմ մեզ ինչա պետք։ Ասա Ռուբոտ ջան, ասա ինչա պետք ախպել, լուսավորի։ Լուսավորի թող բոլորը իմանան քո մտքի թռիչքը միջև ուրա հասնում։ Ասա Ռուբո, ասա։ Հեսա կասեմ։ Հելեք կպեք գործի, հետո կասեմ, հետի անակնկալա։ Հելեք, շուտ արեք հլը, արեք։ Բայց այտենց էլ կոֆե չխմանք։ Տղեր, կարող է մի հատ կոֆե խմենք նոր գնանք։ Վասիլ։ 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 Վասիլ, այդ տղա, քեզ հետ եմ, չես լսում։ Արդեն այդ տղա էլի։ Ինչ ես անում, հա։ Դու չես լսում, որ կանչում եմ։ Հա, չէ լսում։ Ինչ ես անում, Վասիլ ջան, լասա։ Գործ։ Ես ուրիշ ինչ պիտի անեմ։ Ով եմ ես, որ ես տան ինչ որ ուրիշ բան անեմ։ Գործ։ Իմը գործն է, գործ եմ անում։ Վասիլ, ինչ մեղույա գծել քեզ։ Մեղուներնից չեմ կծում։ Մեղուներնից սիրում եմ։ Համել մեղվի կծածը չի ցավում։ Էսկայ հարազատի խայթոցը մտնում է հոգուտ մեջ։ Մեղա քեզ։ Ես քեզ չեմ հասկանում, Վասիլ։ Հա, ով եմ ես, որ մի հատ էլ ինձ հասկանաս։ Դի խոսքով, լավ, ես իմ գործով։ Վայ, մի հատ դրացին անջատի։ Դերերից վրա, ազդում է։ Ահա, արդեն խփում է։ Բոմբարա։ Այ ռակետա։ Ստարյադապ է։ Հզորա։ Բայց ինչ հա։ Դայ շուբո։ Արա եկեք, ես ետ դեպքը չի։ Լավն է, չէ։ Շատ։ Էս ինչ անելու որ։ Արա էսի են քո ասած 20 հոգին է, էլի։ Այսինքն Էսի գաջը հանում է վերև, ջրի հետ խառնում է, պզզնում է պատերին գաջը, համ էլ ոչ կոֆե է ուզում, ոչ էլ ամբաղ զամբաղ խոսում է։ Ախպե, մեր կոլեգան է, էլի ասա։ հացիս վայիս է սլնում։ Նարը հեսա ներվերից ես կտամ աստեղ ինչքան ծաղին բաղի կա ճարտում շուկան։ Հանգստացի վայ, ծաղիկների հետ էլ չես հարմարվում։ Ոնց հարմարվեմ։ Ես մի օր շուտ պետք է հասնեմ Մոսկվա, հասկանում ես։ Իսկ սրանք Ամբողջ շենքն է վառվել։ Չէ, թարսպես հենց են տունը վառվե, որը որ պետք է մի երկու օրից հանձնեինք։ Բա ինչ պետք է անես։
չգիտեմ, տղերքին ասել եմ գիշեր ցերեկ 1 եք անում, ասեք հույս ունեմ կարող է էլի հասցնենք։ Պաստորին հույս չունենամ, հա, որ հետ պետքա գնամ։ Ես որ հույս չունեմ։ Համի գնում ես ինչ անես, Լարա ջան։ Լավ էլ քո համար ապրում ես էլի։ Էսա քո համար լավ ապրել է, ամբողջ օրը ինտրիգների ու խաղերի մեջ։ Սրա մոտ այն խոսա, նրա մոտ այն խաղա։ Լարա ջան, մնում դժգոհություններ ես հայտնում։ Ես արդեն փոշման եմ, որ քեզ հետս բերել եմ։ Ես շատ վաղուց եմ փոշմանել։ Մաման։ Մաման։ Վայ ես ձեր